Ես լսեցի եւ ականատես եղա ամենից շատ բազմազան իրավիճակների եւ ականատես լինեի, բայց կա մի հարց, որը հաճախ արձագանքում է, ինչու նույնիսկ քրտնաջան աշխատելուն փողը կարծես փախչում է մատների միջև ջրի պես, մարդիկ գալիս են ինձ մոտ այս հարցով, հաճախ ամաչում են, բայց հետո կապույր են։ Այս պահերին ես սովորաբար ընդմիջում եմ անում, հետևում եմ մարդուն, այնուհետև հարցնում։ Շատերը հեշտ պատասխաններ են տալիս։ Ներդրումներ այստեղ, գնեք այս հրաշք գիրքը, հետևեք այս անսխալական մեթոդին, բայց իրականությունը բոլորովին այլ է, ինչպես ես ասում է իմ պապս Իսահակը, ծանր, բայց իմաստուն մարդ։ Եվ դա հենց այնտեղ է, երբ շատերը գայթակղվում են։ Եթե պատրաստ եք դիմակայել առջևից, քանի որ փողը չի մնում ձեր տանը, ես կկիսեմ մի բան, որը քչերն են համարձակորեն ասելու, պատրաստում, փողը չի հաստատվում, որտեղ չկա կազմակերպություն, չի մնում այնտեղ, որտեղ դա վերաբերվում է արամարանքով և փախչում է նրանց, ովքեր հրաժարվում են, թե ինչպես են դա անում։ Առնվազն 7 պատճառ կա, թե ինչու աշխատող մարդիկ, ովքեր ջանք չեն, մնում են թակարդված պարտքի և անորոշությունների ցիկլի մեջ, և այս պատճառները չեն վերաբերում տնտեսական ճգնաժամի, քաղաքական գործիչների կամ ճակատագրի մասին, սրանք ներքին նախշեր են, կրկնվող վարք, սխալներ, որոնք սերնդեսերունդ են գնում, հաճախ, առանց դրա իրականացման։ Ես Ֆրենկ կլինեմ։ Դուք կարող եք վիրավորել որոշ բաներ լսելուց, կարող եք ճանաչել ինքներդ ձեզ որոշակի կետերում կամ նույնիսկ ցանկանում եք չհամաձայնել, բայց եթե այն հասնի ավարտին, դա կարող է հասկանալ հիմնականները։ Ռեսուրսների պակասը դատապարտում չէ, դա մի պայման է, որը կարող է վերափոխվել, դրա համար, սակայն, քաջություն է հարկավոր հայելու մեջ նայել, փոխեք անհրաժեշտը և սկսեք ինքներդ ձեզանից, ոչ թե ուրիշների հետ։ Ես չեմ առաջարկի կախարդական լուծումներ, բայց ձեր իրականության հստակ արտացոլումը, եթե այս պատկերի առջև կանգնած եք առանց վախի, ձեր հանդեպ հարգանքով եք թողնելու այստեղ նոր տեսանկյունից, դուք կտեսնեք, թե ինչն է խաթարում ձեր ֆինանսները և ինչպես վերականգնել առավելագույն պինդ հիմքերը, երբ ես ասում եմ իմ հանգուցյալ հարևանին, ուժեղ անհատականության և սուր մտքի մարդ։ Փողը նպատակ չէ, դա հայելին է, դա պարզապես արտացոլում է, թե ով եք ապրում և ինչպես եք ապրում։ Հիմա ես կներկայացնեմ 7 ծանր, բայց իրական պատճառներ, որոնք շատ մարդկանց են պահում ֆինանսական պայքարում, սրանք տեսություններ չեն, բայց գործնականում սովորած դասերը, սխալները, որոնք ես տեսա կրկնել իմ կյանքում և շատ ուրիշների մեջ։ Եթե պատրաստ եք դիմակայել ճշմարտությանը, եկեք սկսենք։ Դուք եկել եք այստեղ, որն արդեն ցույց է տալիս, որ դուք պարզապես չեք փնտրում կապույր, բայց հասկանում եք, և դա նշան է, որ դուք չեք հրաժարվել։ Այժմ ես կներկայացնեմ 7 պատճառ, թե ինչու փողը միշտ թվում է, որ ձեր տանը բացակայում է։ Ուշադրություն դարձրեք։ Որոշ կետերում ինքներդ ձեզ կճանաչեք։ Ուրիշների մեջ դուք կճանաչեք մերձավոր մարդկանց, և, հուսով եմ, ինչ-որ պահի դուք կորոշեք։ Բավական։ Նախ փողը չի վերահսկվում, քանի որ այն չի գնահատվում։ Ես հանդիպեցի Բորիս անունով մի մարդու, անխոնջ աշխատող, առանց հակումների, որոնք օրն անցկացնում էին աշխատանքի մեջ, կեղտոտ քսուքով և փոշուց։ Մի օր նա հարցրեց ինձ. Ինչու, չնայած ես սպանում էի ինձ, երբեք մի հեռացա, ես հարցրեցի։ Նա այս հարցերից որևէ մեկի պատասխան չուներ։ Եթե չեք հետևում, թե ուր է գնում յուրաքանչյուր իրական, փողը գնում է այնտեղ, որտեղ ուզում եք, քանի որ իմ մեծ քեռին նույն ասաց. Փողը երեխայի պես է, եթե չես կրթում, խնդիր ես դառնում։ Մի շարք լուծումը, գրեք յուրաքանչյուր ծախս, օգտագործեք դիմումներ, աղյուսակներ կամ նույնիսկ նոթատետր, միայն այն ժամանակ, երբ տեսնում եք յուրաքանչյուր կոպեկ։ Երկրորդ, արտաքինությունների անհրաժեշտությունը։ Այսօր շատ մարդիկ ապրում են աղքատություն, որը քողարկված է որպես հարստություն։ Նրանք ունեն առավել ժամանակակից հեռախոս, ապրանքանիշի հագուստ, մեքենան, որը ֆինանսավորվում է անվերջ, բայց զրոյական պահուստային ապառիկ, բոլորը, քանի որ նրանք ապրում են համեմատած իրենց ուրիշների հետ, այսպիսով, այսպես էլ ունի, Ցիցրանն ունի դա, եւ ես, այն, ինչ նրանք չեն տեսնում, այն է, որ այսպես է, եւ խոսքը ընկղմվում է պարտքի մեջ, եւ Ցեյքրեն վճարում է այդ մեքենայի շատ մեծ տոկոսադրույքներ։ Իմ հարևան Ահարոնը միշտ նախազգուշացրեց. Նրանք, ովքեր ապրում են ճակատի վրա, ծերությամբ ապրում են փշրանքներով, ելքը սովորեք ապրել այն բանի հետ, ինչը բավարար է, առանց վախի, կարծես թե ավելի քիչ է, ճշմարիտ հարստությունը այն չէ, ինչ դու դրսևորում ես, բայց դրա հանգստության ընթացքում ոչ ոքի ոչինչ չի պարտական։ Երրորդ, տաբու փողի շուրջը։ Իմ ընտանիքում մենք վաղաժամ խոսեցինք ֆինանսների մասին, նա գիտեր սննդի, լույսի և հիմնականի արժեքը։
Երբեք մի ծախսեք ավելին, քան վաստակել, բայց շատ տներում փողը արգելված առարկա է, ծնողները չեն խոսում այդ մասին, իրենց երեխաների հետ շատ ավելի քիչ, արդյունքը, մեծահասակներ, ովքեր չգիտեն, թե ինչպես քննարկել աշխատավարձերը, ծախսերը կամ խնայողությունները։ Մինչև հանկարծ նրանք պարզում են, որ ամուսինը գաղտնի պարտքեր է ունեցել, և բանկն արդեն թակում է դուռը, ինչպես կառավարել մի բան, որը չի կարող նույնիսկ անվանել, լուծումը պարզ է, խոսեք փողի մասին, առանց ամաչելու, դա գործիք է, ոչ թե կեղտոտ թեմա։ Ներգրավեք ընտանիքին պլանավորելու նույնիսկ երեխաները, այսպիսով նրանք մեծանում են հասկանալով, որ փողը պատասխանատվություն է։ 4. Ներդրումներ կատարեք պատկերի մեջ, ոչ թե աճ, մի երիտասարդ եկավ ինձ մոտ, ասելով. Ես ուզում եմ ավելին անել, բայց ես փող չունեմ դասընթացների համար, ես նայեցի նրան։ Դիզայներ սպորտային կոշիկներ, փայլուն ժամացույց, նահանգ, հարթ բջջային հեռախոս, նա ասաց նրան։ Շատերն ավելորդ են ծախսում, բայց երբ խոսքը գնում է սովորելու զարգացում, միշտ փողի պակաս կա, հետո զարմանում են, թե ինչու է աշխատավարձը ցածր, փոփոխությունը սկսվում է, երբ սկսում եք ամսական արժեք պահել ձեր աճի համար։ Ինչպես դուք եք անում սննդի հետ, դասընթացներ, գրքեր, մենթորություն։ Սա կերակրում է միտքը և դռներ բացում։ 5. Աշխատեք առանց զարգանալու։ Ես հանդիպեցի մի մարդու, Զամայի, ով 22 տարի անցկացրեց նույն գործով, մի օր ես նրան հարցրեցի. Այս ամբողջ ժամանակ ինչ ես նորից սովորել, նա լռեց, քրտնաջան աշխատելը նույնը չէ, ինչ մեծանում է, եթե դուք չեք զարգանում, ապա դա լճացած է, և փողը հետևում է այս լճացմանը։ Նա մի պահ անդրադարձավ և պատասխանեց. Իրականում ոչինչ, ես պարզապես անում եմ այն, ինչ միշտ արեցի, բայց շուկայի փոփոխությունները մարդիկ զարգանում են, տեխնոլոգիական առաջընթացը քայլեր է առաջացնում, եթե դեռ հասնեք, դա արդեն ետևում է, և այսպես, նրանք չեն վճարում։ Վճարը գալիս է ձեր մատուցած արժեքից, ձեր կողմից կատարված տարբերությունը, այն, ինչ դուք այսօր գիտեք, քան 3։ Ինչ անել յուրաքանչյուր 6 ամիսը մի հարցրեք ինքներդ ձեզ. Ինչ եմ անում ամենալավը հիմա, քան 6 ամիս առաջ, եթե պատասխանը ոչինչ է, դա նախազգուշական նշան է, ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ, բարձրացրեք ձեր ունակությունը, նոր բան սովորեք, որտեղ աճ կա, հետևում է գումարը, դա մոգություն չէ, դա օրենք է։ 6. IOE, որը դատարկեցնում է գրպանը, դուք արդեն պլանավորել եք ամեն ինչ ճիշտ։ Բյուջե, ծախսեր, նպատակներ, մինչև հեռախոսը օղակներ։ Ընկերոջ վարկերը մեկ այլ հրավիրում են սուրճի ուղևորության միայն այսօր առևտրի կենտրոնում, դուք չեք ցանկանում ծախսել, բայց դուք պարտավոր եք այո ասել, և դա այն է ավելի քիչ գումար ամսվա վերջին, այնուհետև գալիս է քամիչը ամոթը, այն հաշիվը, որը չի փակվում։ Ես հանդիպեցի մի տղամարդու, Արկադիի, որը իր կյանքը անցկացրեց բոլորին այո ասելով, 5 տարվա ընթացքում դա սնանկ էր, ոչ ոք չհասավ, երբ դա անհրաժեշտ էր, ինչպես ասաց հայրս։ Ինչ անել սովորեք ոչ ասել կրթությամբ, բայց ամուր, օգնեք, երբ կարող եք առանց վնասելու ինքներդ, ինքնասիրությունն է, դա ինքնուրույն է, փողը էներգիա է, եթե այն ծախսում եք առանց չափանիշների, ապա դա առանց այրման է։ Ինչն է իրականում կարևոր։ 7. Ապրել, կարծես վաղը գոյություն չուներ, շատերը գործում են, կարծես ապագան վաղը խնդիր էր, կենսաթոշակ, դեռ վաղ է, ամրագրեք, հետո ես տեսնում եմ, կարևորը այսօր ձանձրույթից չմեռնելն է, մինչև հիվանդությունը, պաշտոնանկությունը։ Ճգնաժամը և հուսահատությունը թակում են դուռը, եթե կար պահուստ, բայց փոքր, խուճապը ավելի փոքր կլիներ։ Հրեաները վաղը սովորեցնում են մի քանի կանոն։ Մի մաս պահեք, ներդրեք մեկ այլ, մի փոքր նվիրեք և մնացածը անցկացրեք, այն հնչում է հիմնական, բայց այս կարգապահությունը փրկում է կյանքը։ Ինչ անել սկսեք ցանկացած արժեքից նույնիսկ ամսական 500, կառուցել 3-ից 6 ամիս ծախսերի ամրագրում, պլանավորեք հաջորդ 3-ից 5 տարի, ապագան թշնամի չէ։ Դա մի բան է, որը դուք այսօր կառուցում եք, միայնակ մի թեմա, պատրաստվեք նրան։ Սրանք 7 թակարդներ են, 7 հայելիներ, եթե ինքներդ ձեզ ճանաչել եք որևէ մեկի մեջ, մի անհանգստացեք, դա նախադասություն չէ։ Դա մեկնարկային կետ է, ինչպես իմ պապը ասաց։ Միայն հիմարը չի փոխվում, իմաստունը չի ամաչում սկսվել։ Կարող եք շփտալ, համաձայնեցվել կամ նույնիսկ վրդովել ինչ-որ ճշմարտությամբ, դա նորմալ է, դժմարտությունը երբ այն խորը է խաղում, առաջին հերթին ցավում է, ապա պարզաբանում է, մենք խոսում ենք այստեղ, թե ինչ են համարձակվում վիճել սեղանին։ Տաբուները, որոնք ժառանգվել են լռության մեջ, անանուն հիվանդության պես, քանի հոգի գիտեք, որ նրանք աշխատել են իրենց ամբողջ կյանքը և ծերության տարիքում, միայն պարտքեր ունեն, անվտանգություն չկա, հիմք չկա։ Հարցրեք ինքներդ ձեզ։
Ես ուզում եմ նույնը, քանի որ աղքատությունը ոչ միայն փողի պակաս է, այն չի կարող օգնել նրանց, ովքեր սիրում են, երբ դրա կարիքը կա, դա արձակուրդի վախն է որպես սպառնալիք, իմանալով, որ հաշիվը կժամանի, այն կորցնում է քնի գիշերները հաշվարկվող, եթե աշխատավարձը կտա մինչև ամսվա վերջ, սա կյանք չէ։ Այն գոյատևում է, եւ ամենավատը։ Այն դառնում է սովորություն։ Բայց ահա բարի լուրը։ Դուք կարող եք փոխել այն։ Փողը պատահականորեն չի երևում, գալիս է, երբ կա հարգանք ինքնուրույն աշխատանքի համար, պլանավորման համար, ապագայի համար, դուք չեք կարող անպատասխանատու լինել եւ կայունություն ակնկալել։ Դուք չեք կարող ուրախացնել բոլորին եւ միևնույն ժամանակ հոգ տանել ինքներդ ձեզ։ Ամեն ինչ սկսվում է հասկացողությունից։ Իմ փողը իմ արտացոլումն է, ինչպես կարծում եմ, այնքան կենդանի, երբ ես ապրում եմ, այնքան բարգավաճ։ Եկեք հիշենք։ Եթե չեք վերահսկում, փողը անհետանում է։ Եթե դուք ապրում եք ուրիշների համար, կորցնում եք ինքներդ։ Եթե փակեք, խնդիրները ավելի ուշ գոռալ։ Եթե դադարում եք սովորել, դուք կլինեք հնարավորություններից դուրս։ Եթե դա չի աճում, այն դառնում է քաշ, ոչ թե արժեք։ Եթե չգիտեք, թե ինչպես կարելի է ասել է ոչ, դուք դավաճանում եք ձեր երազանքները ուրիշների հարմարության համար։ Եթե չեք պլանավորում, այն աննպատակ նավարկելու եք։ Սա սպառնալիք չէ։ Դա հայել է, եւ եթե այսօր նայեցիք նրան, նա այլևս նույն մարդն է, ինչ երեկ։ Ես չգիտեմ, թե ով եք դուք, որտեղ եք ապրում կամ քանի տարեկան եք, բայց ես մի բան գիտեմ։ Երբեք ուշ չէ ձեր փողը ունենալը, երբեք ուշ չէ դադարեցնել նրան պատանդ լինելը։ Եվ եթե դուք մեղք եք կրում։ Ես ամեն ինչ սխալ արեցի այսքան ժամանակ, կանգ առիր, դուք չգիտեիք, հիմա գիտեք, եւ պատասխանատվությունը ինձ հետ չէ, ոչ էլ հավանումներ ինտերնետում, այլ ձեր ընտանիքի հետ, ձեր երեխաների հետ, ովքեր ձեր խոսքերից ավելին են սովորում։ Եթե այսօր առաջադիմել եք նույնիսկ 1%, ապա արդեն հաղթել եք, քանի որ աղքատությունը ոչ միայն ռեսուրսների պակաս է, դա հոգու վիճակ է, դա կյանքն է հետաձգելու, վախի մեջ ապրելու, փշրանքներ ընդունելու համար, բայց դուք արդեն սկսել եք փոխել։ Եվ դա հսկայական է։ Ինչ է գալիս հիմա, հաջորդ մի քանի տեսանյութերում ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կառուցել ամուր ֆինանսական սովորություններ, թե ինչպես են հրեական ընտանիքները սովորեցնում 5 տարի, ինչպես վարվել պահուստ, ինչպես կարելի է կատարելագործվել նախքանը, բանկային հաշիվ։ Եթե ցանկանում եք ավելի քան դիտող լինել, եթե ցանկանում եք լինել կյանքի ուսանող, բաժանորդագրվել ալիքին, դա հավանումների համար չէ, հաջորդ քայլը չկորցնելը չէ, քանի որ դուք կարող եք մոռանալ այս բառերը, բայց YouTube-ը կհիշի ձեզ, երբ տեսանյութը դուրս գա։ Ինչպես եթե դա օգտակար էր, մեկնաբանեք 7 թակարդներից, թե որ ձեզ հետ ռեզոնանս են հնչել, ես կարդում եմ, պատասխանում եմ, քանի որ ինձ համար անտարբեր չէ, ոչ թե ալիքի պատճառով, այլ այն պատճառով, որ դա կյանքն է։ Եվ եթե ես կարողանամ մի փոքր ծախսել իմ սովորածը, քանի որ նրանք արեցին մի օր։ Ինձ համար, դա իմ պարտքն է։ Իմ անունը Էզի է, ես սովորեցի ապրել արժանապատվորեն եւ դեռ սովորում եմ, բաժանորդագրվեք միասին քայլելու համար։ Առայժմ ամուր պահեք, հոգ տանել ձեր մասին, ասա քո փողերը, եւ որ նա իր տերը չէ, այլ հյուր, ով գիտի իր տեղը։